Շարժման վայրը Արարատի երկրում էր եւ դա էր կամքը բարձրյալի։ Ամեն ինչ սկսվեց ցորենից։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ մեր ազգային ավանդական խոհանոցից։ Սկսել էինք մի շարք, որը նվիրել էինք մեր պատմական հայրենիքի նահանգներին, այսինքն 15 նահանգների անուններով կերակրատեսակներ պիտի պատրաստեինք եւ այսօր օրն է ուտեստ վասպուրականի։ Ուտեստ վասպուրականը կազմված է հետևյալ բաղադրիչներից։ Օգտագործելու ենք ցլիկի սրունք ամբողջական, ոսպ, քամած մածուն, ձվի դեղնուց սոխ, ալյուր եւ օգտագործելու ենք մի հիանալի, մի ճկնախ համեմունք, որը անվանում են եղնիկախոտ կամ կարշը։ Այս համեմունքը շատ ավելի հայտնի է Վայոց ձորում։ Ուրեմն կերակրատեսակը պատրաստվում է շոգեխաշման միջոցով։ Սրունքը պիտի դնենք 2.5-ից 3 ժամ շոգեխաշման կամ կարող եք դուք օգտագործել խոհարարական բաղնիք։ Ծածկենք կափարիչը, դնենք կրակին, ինչպես նշեցի, օգտագործելու ենք նաև ոսպ, ոսպը 1 ժամ, մինչև 2 ժամ կարելի է թրջել, նախորդ սառը ջրով, որպեսզի նա հագենա ջրով եւ եփելիս համաչափ եփվի, որովհետեւ եթե դուք ուշադրություն եք դարձրել, եթե թրջած չի, ապա ոսպերից որոշ մասը եփվում է, որոշ մասը դեռ չի եփվում, մենք այդ եփման process-ը հավասարեցնելու համար ենք նախորդ թրջում։ Ջրի քանակը 1-ին 2 հարաբերակցությամբ, այսինքն 1 բաժինը հավասարաչափ ոսպին եւ 1 բաժին ավել։ Դնում ենք կրակին, հենց սկսեց եռալ, կրակը իջեցնում ենք մինչեւ հազիվ նշմարելի եռ, կափարիչ ծածկում ենք եւ մարմանդ կրակով եփում։ Աղը եւ այլ համեմունքները վերջում ենք ավելացնելու, որովհետեւ ընդհանրապես թե միսը, թե ընդեղենը, որոնք ունեն սպիտակուցներ, աղի ջրի մեջ չի կարելի եփել այնպիսի մթերքներ, որոնք ունեն սպիտակուցներ, որովհետեւ սպիտակուցների ամինաթթուներից որոշ մասը աղի ջրի մեջ վնասվում է։ Ոսպը հենց եփվեց, պատրաստելու ենք քամած մածունով մի թանձր սոուս, որի մեջ ավելացնելու ենք ալյուր, ձվի դեղնուց եւ այն համեմունքը, որի մասին ես նշեցի, եղնիկախոտը, եւ արդեն վերջում ավելացնելու ենք սոխառած եւ մատուցենք, բայց այնուամենայնիվ մեզ այն հարկավոր ժամանակաշրջանը, որը 2.5-ից 3 ժամ է, պիտի համբերատար սպասենք, որպեսզի ցլիկի սրունքը շոգեխաշվի։ Բարեկամներ, 2.5 ժամ անցավ արդեն եւ խոհարարական բաղնիքի վրա ցլիկի սրունքը արդեն պատրաստվեց։ Չի ասել պատրաստվեց։ Հիմա այս տաք վիճակում մենք աղ չենք ավելացրել, դուք տեսաք, ոչ մի համեմունք, հիմա աղով, սև պղպեղով, կարմիր պղպեղով, լավ, օծենք,
ընդհանրապես համեմելը շատ կարևոր հանգամանք է, բնականաբար, եթե կերակրատեսակի համն է արժեքավոր նախ եւ առաջ, իսկ խոհարանների համար հենց այդպես է, ապա շատ կարևոր հանգամանք է եւ դրա համար համեմելու հատուկ կարգ կա։ Այն ամենով ինչով մենք համեմում ենք, դրանք այսինքն համեմունքները, դրանց համերի կրիչները հենց էքստրակտիվ նյութերն են եւ եթերայուղերը, որոնք շատ զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ, այսինքն անմիջապես ցնդում են եւ համապատասխան ջերմաստիճան է հարկավոր, որ նրանք բացվեն եւ իրենց բոլոր այդ համային հատկանիշները հաղորդեն մեզ։ Եվ եթե երկար ենք եփում, շատ ենք պահում բաց վիճակում, այդ համեմունքները կորցնում են իրենց ազդեցությունը։ Եվ համեմելիս նաեւ հարկավոր է հաշվի առնել օրինակ աղի մասով մսի հետ եփվելու ժամանակ մսի սպիտակուցների ամինաթթուները որոշ մասը վնասվում է։ Սա շատ կարևոր է, որ կարողանանք մենք կերակուր պատրաստելիս նաև հաշվի առնենք նրա սննդային առարկների պահպանման կարգը, որովհետև եթե չենք պահպանում սննդային առարկները, ապա այդ կերակրատեսակը արդեն դառնում է ուղղակի ինչ-որ մի բան, մի մասսա, որը միգուցե նաև մեր սամոքսում տեղավորվի, միգուցե նաև ինչ-որ մի պրոցես իրականանա, բայց մեզ օգուտ չի տա երբեք։ Ահա, սա մեր կարևոր ասելիքներ։ Հիմա սա թող մի քիչ մնա։ Հիմա մենք պիտի սոխարած պատրաստենք։ Արդեն խաշվել է նաև ոսպը։ Եվ ոսպի համար առատ տնական հալած յուղով, այս դեպքում մենք օգտագործելու ենք Դիլի ընկերության հալած յուղը։ Այստեղ մենք պատրաստել ենք նաև ոսպը։ Թրջեցինք 2 ժամ, 1-ին 2 ջուր ավելացրեցինք առանց աղի, առանց որևէ համեմունքի, որովհետև մենք այս ամենը համեմելու ենք մածունով, քամած մածունով։ Իսկ քամած մածունը բնականաբար օգտագործում ենք միայն ու միայն Դիլի ընկերության քամած մածունը, որովհետև ընդհանրապես բոլոր կաթնամթերքները այս ընկերության շատ մաքուր են, անարատ։ Միայն բուրմունքից կարող ենք հասկանալ նա մածուն է, թե ոչ։ Մի քիչ ալյուր, ձվի դեղնուց, աղ, 100 գրամ ոսպին, 3-ից 400 գրամ աղ։ Եվ իհարկե համեմունքների առանցքը այս կերակրատեսակի եղնիկախոտն է, մարալոթի, որ ասում ենք։ Այսպես խառնում ենք, մի քիչ թեթև ջրով բացենք։ Ավելացնենք ոսպին։ Ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ ոսպի մեջ ավելի շատ սպիտակուց կա, քան թե մսի մեջ։ Մի անգամ այն ճիշտ եք, բայց արդյոք այդ սպիտակուցները համարժեք են։ Ոչ։ Ոսպի սպիտակուցը բուսակա սպիտակուց է, որը ունի ընդամենը 12 ամինաթթու, իսկ կենդանական սպիտակուցը ունի 20 ամինաթթու, այդ 8 անփոխարինելին, որոնք միայն ու միայն հենց մսից ենք ստանում մենք։ Սոխարած պատրաստում ենք տապակը տաքացնելով յուղը դաղելուց
յուղը երացնելուց հետո կամ այդ տարբերակ, որը վերջերս ենք յուրացրել, տապակը տաքացնում ենք, սոխը բովում առանց յուղի դեռ։ Այնուհետև ավելացնում ենք յուղը, դիլի ընկերության անարատ հալած յուղը։ Կերակրատեսակ գասպուրական և ոսպ։ Առաջին հայացքից շատ այսպես կապված չեն մեկը մյուսի հետ, բայց դա միայն առաջին հայացքից, որովհետև ոսպով քալագոշը ամենահնագույն վանա թագավորության ժամանակներից դեռ վանա կերակրատեսակներից մեկն է եւ դա հենց այնպես չի որ մենք անվանում ենք որովհետեւ հնագիտական պեղումները համարյա բոլոր դեպքերում երբ որ առնչվել է կահ-կարասի կամ մառանի ապա բոլոր վայրերում հայտնաբերվել է նաեւ ոսպի մնացորդներ մի քիչ բովում ենք Բովելու ընթացքում կարող ենք մի քիչ աղ ավելացնել, մի քիչ շաքարավազ, կարամելացում։ Սոխարածը համարվում է օգտակար և պատրաստի, երբ որ սոխը, բոլորը, իհարկե բոլոր մասերով և միատար ընդունում է ոսկեգույն երանգ։ Ավելացնենք յուղը, հալած յուղը շատ ավելի օգտակար է պատրաստել սոխարած, որովհետև հալած յուղի ծխարցակման ջերմաստիճանը շատ բարձր է, 210 աստիճան։ Մի քիչ ուզում եմ սոխարացնել համտամ և կարմիր պղպեղ, շատ ու շատ ընդունված է եղել, շատ։ Հիմա մի քիչ կեղևապատենք սրունքը, կեղևապատելու համար կարող ենք մի քիչ յուղ լցնել վրան, Վերջ։ Եվ այսպես, արդեն պատրաստ է, և սրունքը, սոխարածը պատրաստ է նաև ոսպը։ Տեղադրենք մատուցարանը։ Կենտրոնում ոսպով այս հրաշք ուտեստը, չորաթանով, այնուհետև միսը, ճիշտ եք, սոխարածի համար եմ տեղ պատրաստում,
Հարգելի հետևորդներ, օգտվելով առիթից ուզում եմ նաև ձեզ հուշել եւ հորդորել, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ ձեր մեկնաբանությունները հղեք մեկնաբանության բաժնում։ Դուք կարող եք ձեր առաջարկները ուղարկել, կարող եք նաև հուշել, թե ինչ հյուր կուզեք տեսնել, որ հյուրին կուզեք, որ մենք միասին կերակուր պատրաստենք։ Եվ ընդհանրապես անմիջական կապը շատ կարևոր է։ Ուտեստ վասպուրական։ Իհարկե այստեղ մի քիչ կանաչ գույն կավելացնենք, որովհետև յուրաքանչյուր կերակրատեսակ հարկավոր է ուղարկել ճաշակողին հարդարված։ Այստեղ պետք է մտածել, ինչ կարելի է ավելացնել ոսպին, ինչ կանաչիկ սիրի ոսպը արդյոք, որովհետև նա էլ պիտի սիրի։ Ոսպի սիրուց է կախված մեր այսօրվա տրամադրությունը, որտեղ կանաչ գույն, այնտեղ կարմիր։ Կերակրատեսակը պատրաստ է, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ավարտելուց առաջ հիշեցնել, թե ում շնորհիվ է այս հաղորդաշարը հեռարձակվում։ Մեր հովանավորներն են Դիլի կաթնամթերքի ընկերությունը, որ արտադրում է շատ որակյալ կաթնամթերք, անարատ կաթից առանց հավելումների։ Մեր հովանավորն է Լուսարև ընկերությունը իր հիանալի գինիներով, եւ ինչպես ասում են, արևի լույսով գինի։ Փորձեք եւ կհամոզվեք։ Մեր հովանավորն է Alpha Food Service ընկերությունը, ով ներկայացուցիչն է իտալական Pietro Carocelli ընկերության, որը արտադրում է տարբեր տեսակի ձեթեր եւ շատ հայտնի է Եվրոպայում առաջատարներից է, մասնավորապես արտադրում է զեյթունի ձեթ, արևածաղկի ձեթ, քունջութի, կանեփի եւ նաեւ կոկոսի յուղ, քացախ եւ սոուսներ։ Բարեկամներ, կերակրատեսակը հիմնական կերակրատեսակ է, հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ եւ կարմիր անապակ լուսարև տեսակի անսահմանափակ գինով։ Այսքանն ենք պատրաստել ձեզ համար, ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Այսպիսի կերակրատեսակներ ճաշակելու համար հարկավոր է ձեզ այցելել Մեգիրյան կարպետ ընկերություն, իսկ պատրաստելը սովորելու համար Սեդրակ Մամուլյան խաղարարական ստուդիա։ Ցտեսություն։